Հայաստանի գալիք իշխանությունը ամենահամարձակ քայլը որ պիտի անի, ոչ թե պիտի փորձի այնպես շատ թույլի դիրքերից աղերսել խաղաղություն կամ դիվանագիտական հարաբերություններ մուրա Թուրքիայից, այլ մենք պիտի ունենանք համարձակություն ասելու, որ մենք ձեզ առաջարկում ենք կնքել միմյանց վրա երկարաժամկետ չհարձակվելու երկարաժամկետ պակտ։ Եվ դա կլինի յուրօրինակ մոդել, որ Հայաստանը խիզախորեն ոչ թե որ մենք բարդույթ ունենք ցեղասպանության, այնպես ինչպես փորձում են մեզ ներկայացնել, Եթե մենք բարդույթ ունենայինք ցեղասպանության, ամենադեպս անցած 30 տարվա ընթացքում տասնյակ փորձեր չէին արվի։ Յուրաքանչյուր տասնամյակում նախկին իշխանությունների, այսպես ասենք, որ եղել են նախաձեռնություններ Թուրքիայի հետ եւ Հայաստանը ընդառաջ է գնացել կամ ինքն է նախաձեռնել եւ այլն։ Ես կարծում եմ, որ դա համարձակ քայլ կլինի, ինքը յուրօրինակ բան կլինի, պետք է մոդելավորել իհարկե այդ ամենը։ Հայաստանն ու Թուրքիան ոչ թե կռվում են ցեղասպանության թեմայի կամ չգիտեմ ինչի շուրջ, այսինքն եթե մենք ուզում ենք ընդհանրապես այս երկու ժողովուրդները խոսեն իրար հետ։ Ինքս մեծ փորձ ունեմ թուրք այլախոհ մտավորականության հետ շփումների կարեն քաղաքագետների առաջադեմ եւ այլն։ Այսինքն իրենց խնդիրը ասում են Թուրքիայի ժողովրդավարացման խնդիրն է։